Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Անչափ ուրախ եմ ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում և ձեր հետ կիսվել իմ համեղ բաղադրատոմսերով։ Ահա, ինչպես տեսաք, ես պատրաստել եմ աղցան, որը տեղավորեցի այս գեղեցիկ խեցիների մեջ և որպես լրացում վրան ավելացրեցի 1 ձու։ Եվ այսպես, ինչ է պետք այս գեղեցիկ և համեղ ուտեստը ստանալու համար։ Ինչպես տեսնում եք, իմ սեղանին բոլոր բաղադրիչներն են, որոնք ես պիտի օգտագործեմ։ Սկզբի համար եփում եմ ձուն և կարտոֆիլը, մինչև ձուն և կարտոֆիլը կեփվեն, ես կբացեմ խմորը։ Ասեմ, որ խմորը շատ բարակ պիտի բացեմ, որպեսզի շատ չբարձրանա, որ կարողանանք խեցիները ստանալ։ Կտրատելու եմ սովորական կեքսիկների կաղապարներով, կարող եք դուք ուրիշ որևէ լուծում գտնել, ինձ հարմար է այս կաղապարներով կտրատելը։ Եվ այսպես շարում եմ տապակամանի մեջ, մի փոքր թրջում եմ մատի ծայրով մի մասը և այսպես շրջում ենք, որպեսզի ամբողջապես չբացվի։ Վրան քսում եմ ձու և դնում եմ ջեռոց 180-200 աստիճան տաքացված ջեռոցում թխելու։ Սա արդեն կախված է ձեր ջեռոցից, ձեր թխելու ժամկետից։ Մինչև ոսկեգույն դառնալը արդեն կարող ենք հանել։ Այժմ, մինչև կթխվեն այս խեցիները, մենք փորձենք պատրաստել աղցանը։ Շատ պարզ, բայց շատ համեղ աղցան է, որը բաղկացած է եփված կարտոֆիլից, կտրատում եմ կարտոֆիլը խորանարդաձև, նույն ձևով կտրատում եմ ձուն, կտրատում եմ կանաչ սոխը, այլ համեմունք չեմ օգտագործելու, բայց սա էլ կախված է ձեր քիմքից, եթե կուզենաք ավելացրեք որոշ համեմունքներ։ Ավելացնում եմ աղը և սև պղպեղը, խառնում եմ բաղադրիչները, որպեսզի համասեռ կարողանանք արդեն տարածել մեր թթվասերը և այսպես ավելացնում եմ թթվասերը։ Եվ համարյա մեր աղցանը պատրաստ է, մնում է տեսնենք, թե ինչ է կատարվում այդ գեղեցիկ խեցիների հետ։ Այսպիսի շատ համեղ աղցան է, կարող եք նաև առանձին մատուցել։ Ահա տեսեք, խեցիները թխվեցին, այս գեղեցիկ խմորիկները, այժմ ինչ ենք անելու, ցույց եմ տալիս մանրամասնորեն, ինչպես պիտի պատրաստենք, նախապատրաստենք աղցանները լցոնելու համար։ Սուր դանակով զգուշորեն մեջտեղից 2 մասի եմ բաժանում, ստացվեցին այսպիսի բացվող գեղեցիկ կաղապարներ։ Այս ընթացքում եփվեց նաև լորի ձուն, շատ հարմար է տեղավորել, իսկ եթե լորի ձու չունեք, կարող եք ձվիկների ծայրերից մի փոքր կտրել աղցանի համար նախատեսված և դրանցով զարդարել, նորից նույն բանը կունենանք։ Եվ այսպես, ձվիկներն էլ տեղավորում ենք և ահա մեր խեցիները գեղեցիկ աղցանով և ձվե մարգարիտով արդեն պատրաստ է։ Այսպես, սիրելիներս, հերթականությամբ լցոնում ենք մեր գեղեցիկ կաղապարները, տեղավորում ենք փոքրիկ ձվիկները և վերջ, արդեն մեր ուտեստը պատրաստ է, կարող ենք մատուցել։ Այսքանը, սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս գեղեցիկ և համեղ բաղադրատոմսով, իհարկե դուք սա կարող եք օգտագործել նաև այլ նպատակներով, այլ աղցանների համար, ես առայժմ հարմար կտա այս մեկ տեսակը։ Դե ինչ, կարծում եմ ձեզ դուր եկավ, կսպասեմ ձեր արձագանքներին, իսկ այժմ ժամանակն է ձեզ հրաժեշտ տալ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։